իմ շատ սիրելի բարեկամներ, նորից միասին ենք այսօր իմ խոհանոցում։ Եկեք այսօր միասին պատրաստենք կատնաշորով թխվածքաբլիթներ։ Շատ համեղ են ստացվում, շատ արագ է ստացվում եւ շատ տեսքը գեղեցիկ է, այնպես որ ներկայանալի տեսք ունի, կարող եք պատրաստել ու զարմացնել ձեր ընտանիքի անդամներին։ Մեզ հարկավոր է ալյուր, կատնաշոր, կեֆիր, շաքարավազ, բուսայուղ, վանիլին, մի պտղունց աղ, սոդա եւ 2 ձու։ Սկզբից մեզ հարկավոր է կատնաշորը, ուրեմն կատնաշորը խառնում ենք շաքարավազի հետ եւ մի փոքր խառնում ենք։ Բարեկամներ, ինձ մոտ առանց հատիկների կատնաշոր է։ Եթե ձեզ մոտ հատիկներով է կատնաշորը, ոչինչ, կարելի է հատիկավոր կատնաշորը կամ մաղով անցկացնել, կամ բլենդեր անել եւ ստանալ արդեն առանց հատիկների կատնաշոր։ Ավելացնում ենք ձուն, նույնիսկ մի փոքր խառնում ենք, ավելացնում ենք աղը, վանիլինը, ես 2 տուփ եմ վերցրել, որովհետև ինձ մոտ շաքարային վանիլին է։ Այս բաղադրիչների համար 2 թեյ գթա վանիլին է հարկավոր, եթե ձեր մոտ վանիլինը մեծ տոպրակներով է, ուղղակի 1 թեյ գթա վերցրեք։ Բաղադրատոմսի բաժնում ես կգրեմ։ Ավելացնում ենք կեֆիրը, խառնում ենք մի փոքր եւ ավելացնում ենք բուսայուղը։ Բուսայուղը ավելացնելուց հետո նորից մի լավ խառնում ենք եւ ավելացնում ենք արդեն ալյուրը, մաղելով իհարկե։ Ալյունին ավելացնում ենք նաեւ սոդա։ Բահիկով խառնում ենք այնքան ժամանակ, մինչև արդեն ստանում ենք խմորի նման, արդեն հավաքվում է ալյուրը։ Մի փոքր բահիկով խառնելուց հետո արդեն հունցելու ենք ձեռքով։ Հիմա արդեն հունցելու ենք սեղանին։ Մի փոքր էլ ես նորից ալյուր վերցրի, որպեսզի հունցեմ։ Շատ փափլիկ խմոր ենք ստանում։ Շատ փափլիկ, նույնիսկ մի փոքր ձեռքերին կպչող խմոր ենք ստացել, բարեկամներ։
Շատ պետք չէ ալյուրով հագեցնել, որպեսզի ստանանք փափուկ թխվածքաբլիթներ։ Տեսնում եք, մի փոքր նույնիսկ կպնում է ձեռքերից։ Բարեկամներ, բաժանում ենք մասերի։ Բարեկամներ, ես բաժանել եմ 23 մասի և հիմա գնդիկներ եմ անում։ Չափը ձեզնից է կախված։ Վերածեցի փոքրիկ գնդիկների, հիմա ձևավորում ենք արդեն մեր թխվածքաբլիթները։ Անպայման ծածկում ենք, որպեսզի փափուկ մնա։ Այսպես։ Մի փոքր շատ չնչին ալյուր ենք անում և բացելու ենք կլորիկ շրջանակ ենք վերածելու։ Այսպես։ Մի փոքր շաքարավազ ենք անում, շատ քիչ։ Եվ արդեն ռուլետի նման փաթաթելու ենք։ Ստանում ենք այսպիսի փոքրիկ ռուլետ։ Հիմա խխունջի նման փաթաթում ենք այսպես։ Եվ թաթախում ենք երեսը շաքարավազի մեջ ու արդեն դնում ենք տապակի մեջ։ Ալյուրով չենք հագեցնելու, որպեսզի մի փոքր կպչուն լինի։ Նորից ասեմ, որպեսզի մեր թխվածքաբլիթները շատ փխրուն ու փափուկ լինեն։ Շաքարավազ ենք անում մի փոքր։ Ինձ թվում է երևում է ինչ եմ անում, ուղղակի պիտի մի փոքր բացենք և շաքարավազ ցանելուց հետո թաթաթենք ռուլետի նման և արդեն խխունջի տեսքով
Ինձ թվում է արդեն բարձ է, ես հիմա առանց ես անեմ, որպեսզի չձանձրանաք։ Այսպես բարեկամներ, ուրեմն ես հավատեցի արդեն մեկ տապակը, նախորդ միացրել եմ ջեռոցը, թխելու ենք 180 աստիճանով, վերև ներքև ռեժիմով։ Այսպիսի գեղեցիկ թխվածքաբլիթներ ենք ստացել, հիմա տեղավորենք ամանի մեջ, այսպիսի գեղեցիկ թխվածքաբլիթներ ենք ստացել, փափուկ, մի հատը կիսեմ, տեսեք որքան փափուկ ու որքան գեղեցիկ կտրվածք ունի, տաք է դեռ իհարկե, շատ փափուկ է և շատ համեղ, սիրելի բարեկամներ, ինձ թվում է բոլորդ էլ գիտեք այս բաղադրատոմսը, որովհետև սա շատ վաղուց բաղադրատոմս է և մենք բոլորս վաղուց պատրաստում էինք, չգիտես ինչու այս բաղադրատոմսը մոռացվել է, բայց շատ համեղ է և իհարկե շատ գեղեցիկ տեսք ունի, խնդրում եմ անպայման փորձեք, սիրելի բարեկամներ, շնորհակալ եմ ձեզնից, շնորհակալ եմ ձեր գեղեցիկ խոսքերի համար, շնորհակալ եմ, որ շարունակում եք դիտել, շարունակում եք ինձ հետ մնալ, խնդրում եմ դիտեք մինչև վերջ տեսանյութը, այսօր էլ ավարտեցինք սիրելի բարեկամներ ու ստացանք այսքան գեղեցիկ թխվածքաբլիթներ, շնորհակալ եմ նորից բոլորիցդ, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։